Հարգելի ծնողներ, դուք պետք է սովորեք հանգիստ թողնել ձեր երեխաներին, առավել ևս դեռահասային տարիքի երեխաներին։ Մինչև կփորձեք գտնել տարբերակ ինչպես երեխային, դեռահաս երեխային ազատել ձեռնաշարժությունից, հիշեք ձեզ դեռահաս տարիքում, ինչ էիք անում։ Չէիք զբաղվում ձեռնաշարժությամբ։ Սա իհարկե այս ընդհանուր առմամբ եմ հարցին մոտիկ անում, դուք հասկանում եք, բայցեր կան, տարբեր իրավիճակներ կարող են լինել, տարբեր ընտանիքներ կարող են լինել, տարբեր մոտեցումներ հարցին կարող են լինել, բայց եկեք ստանդարտ տեսանկյունից նայենք հարցին։ 13-14 տարեկան դեռահաս պատանի, հորմոնների մեծ տատանումներ օրգանիզում, տեստոստերոնի մեծ քանակություն արյան մեջ, բուռն ցանկություններ։ Հիմա էլ գիտեք, շրջապատում մեր հասարակությունը մի քիչ փոխվել է, իրենց հագուկ ապով, իրենց վարքագծով, համացանցում իրենց, չգիտեմ, էջերով, իրենց առաջարկություններով, որից իհարկե զերծ չի մնում նաև մեր դեռահասային տարիքի սերունդը, եւ պարբերաբար երեխայի մոտ դեռահասի մոտ տեղի ունենում գրգռվածություն։ Գրգռվածությունը բերում է նրան, որ առաջանում է ինքնաբավարարմամբ զբաղվելու տարբերակ, եթե այդ տարիքում իհարկե չկա սեռական կյանք, հիմնականում չկա։ Չնայած մեկ-մեկ գրում են բժիշկ ջան, 13 տարեկան եմ, կարամ սեռական կյանքով ապրեմ, կարակ ապրեք, բայց հետևանքների մասն էլ պետք է մտածեք։ Միայն ֆիզիկական գործողություններ իրականացնելը չի կոչվում սեռական կյանք։ Սեռական կյանքը իրենից ենթադրում է պատասխանատվություն բառի տակ դուք պետք է նկատի առնեք սեռավարակները եւ անցանկալի հղիությունը, որը բավականին լուրջ դերակատարում ունի դեռահասային տարիքի խնդիրներ ասված հասկացության տակ։ Դեռահաս պատանիներին պետք է, եթե իրենց արած գործողությունները տեղավորվում են նորմայի տարբերակի մեջ, մենք պետք է հանգիստ թողենք։ Մենք ծնողներս չպետք է հետապնդենք երեխաներին։ Ամեն զուգարան մտնելուց, եթե նույնիսկ իրենք երկար են զուգարանում, հետո զուգարանից որ դուրս են գալիս, պետք չի սենց հարցական հայացքներով նայել իրանց, յանի ինչ էիր անում ներսը։ Դուք էլ եք ժամանակին եղել դեռահաս, հասկանում եք ինչ է անում։ Կամ ասենք դեռահաս տղաների մոտ հաճախակի լինում է էրեկցիաներ։ Էրեկցիաները ոչ միայն առավոտյան քնից արթնանալիս, այլ նաև օրվա ընթացքում էլ կարող են լինել սպոնտան էրեկցիաներ։ Դա պետք է շրջանցել։ Պետք չի դրա վրա ուշադրություն դարձնել, պետք չի դրա ֆիքսվել, որ երեխան ամաչի իրեն վատ զգա։ Ծնող լինելը բարդ, չգիտեմ, բարդ հասկացություն է այս աշխարհում։ Ձեզ վրա շատ ֆունկցիաներ է դրված։ Էնպես արեք, որ ձեր երեխաները չհայտնվեն տհաճ իրավիճակների մեջ, ինչը բնական է եւ տրամաբանության մեջ է տեղավորվում, ինքներդ էլ փորձեք այդ ամեն ինչին տալ ադեկվատ ճիշտ վերաբերմունք։